Ողջույն բոլորին, այս տեսանյութում ուզում եմ խոսել լուսնի խավարման մասին, որը տեղի կունենա մարտի 3-ին, 13 աստիճան կույս նշանում։ Փետրվարի 17-ից սկսված համարվում էր խավարման միջանցքը և հիմա արդեն ավարտվում է այն, վերջնակետը լինում է մարտի 3-ին։ Սա լիալուսին է, բայց ավելի հզոր և թե լիալուսնի ժամանակ ինչ-որ մի բան է ավարտվում ավելի թեթև, այս ժամանակ ավելի հստակ մի բան է դուրս գալիս մեր կյանքից, որը մեզ այլևս հարկավոր չէ։ Խավարումը Հայաստանի ժամանակով կլինի 15:37-ից մինչև 39 այդպես։ Համարվում է ամբողջական խավարում, նաև կարող է այն լինել մի փոքր կարմիր, դա կապված է արևմուտքի հետ, երբ որ արևը մայր է մտնում, այդ ժամանակ ավելի կարմիր է լինելու այդ օրը, տեսնենք։ Դրա համար ընդհանուր կարմիր է լինելու լուսինը։ Չնայած այդ ժամին դժվար է արևը մայր մտնի, բայց համենայն դեպս ինչ-որ մի ձևով կարող է նաև պարզ լինել։ Խավարման ժամանակ որպես այդպեսին այդպես ինչ-որ լարված միացումներ չունենք, պարզապես բոլոր մոլորակները հավաքված են ձկներ նշանում, այնպես որ և կույսերի վրա կազդի, և ձկների վրա կազդի այս խավարումը, չնայած որ բոլորի վրա կազդի, բայց իրենք հատկապես շատ ուժեղ, որովհետև հակադիր է լինում արևը լուսնին, դրա համար երկու նշաններն է բավականին շատ կազդեն։ Եվ նաև ովքեր որ ունեն ձուկ նշանում, պետք է նայեք, տեսնեք որտեղ է ձեր քարտեզում ձուկ նշանը, տեսնեք թե հավաքվել են այդ տանը և հաստատ ինչ-որ մի բան է տեղի ունենալու այդ տանը, երբ որ մոլորակները հավաքվում են մեկ տան մեջ, ապա ոչ մի լավ բան է տեղի ունենում։ Հեսա շուտով արդեն կմտնեն խոյ բոլորով, այնտեղ ավելի հզոր մոլորակներ կան։ Եվ տեսնում եք, թե այս մոլորակները ինչեր են բերում աշխարհիս երեսին, որը շատ ավելի վատ է, որովհետև նախ Սատուրնը մտավ խոյ նշան և միացավ նաև Նեպտունի հետ։ Ես ասել էի այդ մասին, ես խոսել էի այդ մասին, Նեպտունը հիմքից քանդում վերացնում է, իսկ Սատուրնը կարգավորում, և ինձ թվում է մենք ականատես ենք լինում այդ քանդելուն և հավաքելուն նույնպես։ Նաև Ուրանը եղավ ուղղահայաց այս ընթացքում և դրա համար էլ այս ամենը կատարվում է։ Մինչև նա դուրս չգա ցուլ նշանից, ինքը չի հանգստանա։ Եվ բացի դա էլ շուտով անցնելու է արդեն եկվորյակ նշան, և այդ ժամանակ արդեն Ամերիկան, որի վրա, որ ընդհանրապես բոլորի վրա, բոլոր երկրների վրա ինքը ինչ-որ կրակ է բաց թողնում, ինչ-որ մի բան է տեղի ունենալու նաև իրենց երկրում։ Շատ վատ է այս դիրքը Ամերիկայի համար։ Եվ առհասարակ այս խավարման ժամանակ, երբ որ գտնվում է այս դիրքում, ապա հավանականությունը շատ մեծ է, որ աշխարհի մասշտաբով եմ ես հիմա ասում, հայտնի որևիցե մշակութային գործիչ մահանա, նաև կարող են լինել նկարների կամ այլ հնաոճ իրերի գողություն, կամ դա կարող է լինել ոչ թե գողություն, այլ կորուստ բնական աղետների, հրդեհի, ջրհեղեղի և այլնի պատճառով։ Օրինակ ինչպես Ֆրանսիայում այրվեց և այնտեղ բավականին նկարներ ևս ոչնչացվեցին, այրվեցին։ Նույնն էլ հիմա է, սա ինչ-որ մի տեղ էր, համենայն դեպս պետք է պահպանել և պետք է չմոռանալ, որ կրակե ձիու տարի է, և միայն այն չէ, որ ինքը արագ է սլանում, նա իր հետևից կրակներ է բաց թողնում։ Ես տեսա մի տեսանյութ, որտեղ որ խոսում էին այն մասին, որ արևից, այո, ինչ-որ ցոլանքներ կան, դա իրոք ճիշտ է, ես տեսա այնտեղ հայերը ոչ ոք լուրջ չէին ընդունում, ընդհանրապես հայերը ոչինչ, դուք սկսել եք լուրջ չընդունել, որը շատ վատ է։ Եվ նշեմ, որ այս տարի բավականին շոգ է լինելու, բավականին կրակներ ու հրդեհներ է լինելու, բավականին շատ բաներ, երբ որ դեռ այստեղ Ուրանը դուրս կգա ցուլ նշանից, այդ ժամանակ ավելի հզոր կլինի այն ամենը, ինչ որ ես ասեցի։ Հարկավոր չէ առհասարակ ամեն ինչ մատերի արանքով նայել,
բոլոր մոլորակները տեղափոխվում են այս կամ այն նշան, որը որ եղել է մեկը 30 տարի առաջ, մեկը 84 տարի առաջ, մյուսը այնտեղ 240, 250 տարի առաջ, այդ ամենը շատ մեծ դեր է խաղում, եթե մենք հետ ենք գնում, տեսնում ենք պատերազմական տարիներ։ Հենց այնպես ուղղակի չի կարելի այս ամենին վերաբերվել, ինչպես որ սկսել են թռուցիկ վերաբերվել հողին, հայկական հողին, հայրենիքին, նույնպես թռուցիկ նաև վերաբերվում են աշխարհում կատարվող այս ամեն ինչին։ Չի կարելի դա ուղղակի անտեսել, դրանք էներգիաներ են, որոնք ազդում են մարդկանց վրա, տեսեք, ընդամենը մի քանի օր առաջ է դուրս եկել Ուրանը, մի քանի օր առաջ է տեղի ունեցել Խոյի Սատուրնի և Նեպտունի միացումը և արդեն մենք տեսնում ենք իր հետևանքները, տեսնում ենք, որ բառացի պատերազմական իրավիճակ է աշխարհում, եթե մեկ հզոր երկիր հատկապես մեր կողքն է կրակում։ Եվ նշեմ, որ ես այս մասին խոսել էի ժամանակին և ասել էի, որ Հայաստանին օգնություն է պետք գալու, բայց Իրանը լինելու է պատերազմական շրջանում այդ ժամանակ և չի կարողանալու Հայաստանին օգնել։ Ամեն ինչին պետք է լուրջ նայել։ Յուրաքանչյուր բան, ինչ որ կատարվում է երկրագնդում, անմիջապես ազդում է մեզ վրա։ Հատկապես արևը, եթե ինքը արտացոլանքներ ունի, ուրեմն դա ժամանակ հետո մտնում է նաև երկրագունդ։ Եվ անցնենք խավարմանը, այս խավարումը նաև եղել է 18.5 տարի առաջ, հիշեք թե ինչ է կատարվել ձեզ հետ, ինչի ավարտ է եղել, ինչն է վերջացել, ինչն է լուսավորվել ձեզ մոտ, ինչն եք բաց թողել, որովհետև սա այն շրջանն է, որ պետք է բաց թողնեք ձեր կյանքի շատ կարևոր բաներ, միգուցե ոմանց մոտ տեսնում ենք ընտանիքներ են քանդվում և կարևոր գլխավոր մարդու ընտանիքն է քանդվում նաև, սա շատ կարևոր էր այս ժամանակահատվածում, որովհետև սա հենց վերաբերվում էր ընտանիքին, հատկապես արևի խավարումը, և հիմա արդեն մարտի 3-ին ամեն ինչ ավելի է պարզ դառնում։ Դրա համար ես նշել էի արևի խավարման ժամանակ, որ պետք է ուշադիր լինեք ընտանիքին, ընտանեկան հարաբերություններին։ Եվ ովքեր որ ունեն, ծնվել են, այսինքն իրենց ասցենդենտը մոտավորապես 10 աստիճանից մինչև 16 աստիճան կույս է, ապա դուք ևս շատ ուժեղ կզգաք այս խավարումը։ Բացի դա, ովքեր որ ծնվել են այդ աստիճանի կույս նշանում, դուք ևս կզգաք այս խավարումը ավելի ուժեղ, քան մնացածը։ Խավարումները առհասարակ ավելի շատ ցույց են տալիս ձեր թույլ կողմերը, որոնք պետք է ուղղեք, կամ որոնք արդեն իրենց կյանքն ապրել են և դրանց պետք է վերջ տալ, ավարտել։ Դա կարող է լինել ցանկացած ոլորտ մեր կյանքի։ Ես կխոսեմ վերջում բոլոր նշանների մասին, ովքեր որ գիտեն իրենց քարտեզը, ապա կարող եք նայել, թե որտեղ է գտնվում կույս նշանը, հատկապես 13 աստիճանը, որովհետև հնարավոր է կույս նշանը գտնվի 2 տների արանքում, որպեսզի դուք ճիշտ հասկանաք, որը պետք է նայեք, հաշվեք 12 աստիճան, 13 աստիճան և նայեք հենց այդ տան մասին միմիայն, իսկ ովքեր որ չգիտեն, բայց գիտեն իրենց ասցենդենտը, ապա նայեք ձեր ասցենդենտի նշանով և իհարկե դե արևային նշանով։ Լուսնայինով է կարող եք նայել, այս դեպքում որովհետև հավելյալ տեղեկատվություն է ձեզ համար լինելու։ Նման խավարումներ նաև եղել են 2007-2008 թվականներին, հիշեք օրինակ, ինչը իրոք ձեզ մոտ ավարտվել, կամ դուք եք ավարտել դա, կամ ինչ-որ մի բան է բացահայտվել, կամ հասկացել եք, որ դա ուղղակի ավելորդ բեռ է, ձեր կողքը գալիս է և պետք է ուղղակի իրենից ազատվեք։ Եվ ավելի շատ կզգան այն մարդիկ, ովքեր որ 18.5 տարեկան են, 37 տարեկան են և այդպես գումարեք, յուրաքանչյուր 18.5 տարին, դուք ևս ավելի ուժեղ կզգաք այս խավարումը։ Եվ ընդհանրապես պետք է հասկանաք, որ եթե այս շրջանում, այս խավարման միջանցքում բաժանվեք, ապա չեք կարող միանալ։ Դա բացառվում է։ Եվս եթե ամուսնանաք և ամուսնությունը այդքան էլ լավը չլինի, էլի 18 տարի մեկը մյուսին, այդպես միգուցե վիրավորանքներով, միգուցե մեկ այլ կերպ, այդպես իրար հետ ապրեք, ինչպես որ ասում են յոլա գնաք, բայց բաժանումը անհնարին կլինի։ Դրա համար լավ է պետք մտածել, երկար է պետք մտածել, մինչև նմանատիպ քայլ կատարելը ձեր կյանքում։
շատ կարևոր է այս շրջանը, որ դուք ճիշտ որոշում կայացնեք։ Այդ որոշումից շատ բան է կախված լինելու ձեր հետագա 18 տարին։ Միգուցե 9 տարին կիսվի, հա, երբ որ էլի կպտտվի եւ կգա էլի նորից խավարում կլինի, բայց ոչ կույս նշանում արդեն։ Այդ ժամանակ արդեն դե անցնում է այստեղ ջրհոս նշան արդեն։ Այնպես որ հետո թող պատրաստվեն ջրհոսները, որովհետև ձեզ մոտ է լինելու խավարումը։ Չնայած որ հա արդեն պետք է պատրաստ լինեք դուք ձեզ մոտ նաև Պլուտոնն է այնտեղ հյուր եկել եւ բավականին երկար ժամանակ, ոչ 18.5 տարի։ Սովորաբար խավարումների ժամանակ եղած իրադարձությունների վրա մենք չենք կարող ազդել։ Այս ընթացքում դուք կազատվեք այն ամենից, ինչը արդեն ձեզ հարկավոր չէ, ինչն արդեն հնացել է եւ խանգարում է ձեզ, կպած է ձեր պոչին, որպեսզի առաջ խաղացում ունենաք, թե հարաբերություններում հա կարող է ինչ-որ մի բան է ձեզ խանգարում, անցյալն է եւ այնտեղ այդ թելը ի վերջո կարող է կտրել եւ ապրել արդեն ապագայով, ոչ թե մնալ այնտեղ, որտեղ որ մնացել է մարդը, հարկավոր չէ։ Դուք ինքներդ կարող եք փոխել ձեր կյանքը դեպի լավ կողմը, դեպի բարեկեցություն։ Խավարումը մեզ ցույց կտա, որ այս ոլորտը թուլացել է, լավ չէ, հնացել է եւ դրանից պետք է ազատվել։ Հարաբերություններ կարող է դա լինել, աշխատանք, բիզնես։ Պետք է այդ ամենից հեշտությամբ ազատվեք, որպեսզի նոր էներգիա մտնի ձեր կյանք։ Եթե դուք չազատվեք, կպնեք դեռ, հետո արդեն շատ ցավոտ կլինի այդ ազատումը։ Եվ այսպիսով շարունակենք արդեն խոսել բոլոր կենդանակերպի նշանների մասին, ժամերը կլինեն մեկնաբանության բաժնում եւ կխնդրեմ անպայման լայքել տեսանյութը, եթե ցանկանում եք բաժանորդագրվեք նաեւ ալիքին, ալիքը ժամանակ առ ժամանակ է լինում ակտիվ, դրա համար YouTube-ը ոչ բոլորին է ցույց տալիս, դրա համար եթե դուք ակտիվ լինեք, ապա ալիքը եւս ակտիվ կլինի եւ եւս կշարունակեմ արդեն տեսանյութեր անել այս ալիքում։ Եվ ժամերը այնտեղ կլինեն, եթե մեկնաբանությունները նաև փակ լինի, միևնույն է դուք կարող եք սեղմել ժամերի վրա եւ նայել միմիայն ձեր նշանը։ Հարգելի խոյեր, այս խավարումը տեղի կունենա ձեր 6-րդ տանը։ Ոմանք կարող են տեղափոխվել կամ ստիպված կլինեք փոխել ձեր առօրյա կյանքը։ Կարող են փոխվել ձեր ֆինանսական եւ աշխատանքային վիճակը։ Կարող եք լավ ֆինանսական շահույթ ունենալ։ Ոմանք նոր գույք կգնեն, բայց մի փոքր սպասեք, իհարկե նոր հետո, որովհետև Մերկուրին է ետադարձ։ Ոմանք էլ կարող է փոխեն իրենց աշխատանքը կամ դուրս գաք որոշ ժամանակով։ Եթե դուրս գաք աշխատանքից եւ կրկին ընդունվեք որևէ վայր, ապա դա կլինի նույն աշխատանքի նման։ Դա բարձրացում չէ, պարզապես կարող է այդ կոլեկտիվը կամ վայրը այդքան էլ լավը չէ։ Նաեւ կարող է գնաք դեկրետ, մինչև աշուն։ Ձեզ մոտ ավելի շատ փոփոխության կենթարկվի ձեր առօրյա կյանքը։ Կարող է ոմանք էլ սկսեն տունը աշխատել, տանը աշխատեն եւ այդպիսով ձեր առօրյան կփոխվի կամ սկսեք որևէ մեկին օգնել եւ օրը կանցկացնեք իրենց հետ, ավելի շատ պարտականություններ կունենաք։ Եվ եթե որևէ հիվանդություններ ձեզ անհանգստացնում, ապա սկսեք ավելի լուրջ մտածել այդ մասին եւ ազատվել այդ հիվանդություններից։ Ինչ որ իրավիճակ աշխատանքի վայրում կամ ձեր գործերում կարող է ավարտվել։ Օրինակ, եթե դուք որևէ պրոյեկտի վրա եք աշխատում, ապա դա կավարտեք։ Ոմանց տնօրենը կարող է փոխվել։ Եթե առողջական խնդիրներ ունեք, ապա կարող է բարելավել ձեր վիճակը, եւ այդ փոփոխությունները հիանալի կլինեն։ Եթե որևէ խնդիրներ ունեք, վեճեր, ապա այդ ամենը, ինչպես ասում են, դուրս կգա ջրի երես եւ ամեն ինչ կլուծվի ձեր օգտին։ Եթե ունեք սեփական բիզնես, եթե ունեք օգնականներ, աշխատողներ, ապա կարող է փոխվել կամ գնալ աշխատողներից մեկը կամ երեխայի դայակը, այն մարդը, ով օգնում է ձեզ տան գործերում եւ այլն, կարող են իրենք փոխվել նաեւ։ Ում դուք հեռացնեք իրենց կամ ինչ-որ մի բան բացահայտվի, ովքեր բուժվում են, հնարավոր է փոխեք դեղահաբերը կամ բժշկին փոխեք կամ ստանաք բժշկական որևէ փաստաթուղթ, որը ձեզ թույլ կտա բուժվել կամ որևէ առողջական հարցեր լուծել։ Իսկ նոր աշխատանքի անցնելը այս ժամանակահատվածում պետք է հասկանալ, որ Մերկուրին է հետադարձ եւ այդ աշխատանքը կարող է լինել շատ կարճ։ Այսքանը ձեզ համար։
Հարգելի ցուլեր, այս խավարումը տեղի կունենա ձեր 5-րդ տանը։ Ձեր մոտ փոփոխություններ կլինեն ձեր զգացմունքների հարցում։ Կարող են փոխվել ձեր զգացմունքներն այն մարդու նկատմամբ, ում սիրում եք, համակրում եք եւ այլն։ Նաեւ կփոխվի ձեր հարաբերությունների որակը, կանցնեն մեկ այլ փուլ, մեկ այլ этап։ Կամ եթե դուք չգիտեիք, որ ձեր զուգընկերն ամուսնացած է, դա կարող է բացահայտվել, եւ դուք բաժանվեք, ավարտվի ձեր հարաբերությունները։ Նաև կարող է ի հայտ գալ, որ ձեր զուգընկերն ունի երեխա, բայց դա պարտադիր չէ, որ բոլորի մոտ լինի։ Եթե խնդիրներ եւ կոնֆլիկտներ ունեք ձեր հարազատների եւ շրջապատի հետ, ապա այն ամենը կարող է ավարտվել։ Նոր ծանոթություններ են ձեզ սպասվում, բայց դրանք, ասես, կարմայական կլինեն։ Շատ կարևոր հարաբերություններ կլինեն ձեզ համար։ Եթե այս ընթացքում կզգաք, որ հարաբերություններում խնդիրներ են առաջանում, ապա ոչինչ հարկավոր չի անել, խավարումը վերջնական լուծում կտա։ Ովքեր սիրում են վերահսկողության տակ պահել իրենց երեխաներին, ապա փորձեք ազատվել այդ կախվածությունից։ Ազատ թողեք ձեր երեխաներին, թող ապրեն իրենց կյանքով։ Ոմանք կարող են հղիանալ կամ երեխա ունենալ։ Նորություններ կարող եք լսել ձեր երեխաների մասին, օրինակ, որ ամուսնանում են կամ դպրոցից, մանկապարտեզից որևիցե բաներ լսեք։ Ոմանց երեխան կարող է ավարտել որևէ կուրսեր կամ նաև քննություններ։ Եթե ստեղծագործական աշխատանքի եք կատարում, որևէ բաներ եք պատրաստում ձեռքերով, ապա կարող եք ավարտել այն։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի եկվորյակներ, այս խավարումը տեղի կունենա ձեր 4-րդ տանը։ Եթե ձեր առաջին տունը կամ ասինջը գտնվում է լուսնային այս նշանում, ապա խավարումը կլինի ձեր 4-րդ տանը։ Ձեզ մոտ փոփոխությունները տեղի կունենան բնակարանի հետ կապված, նաև ընտանիքի հետ կապված հարցերում։ Հնարավոր է նոր տուն գնեք կամ վաճառեք, ինչպես նաև նոր վարձակալության բնակարանի պայմանագրեր պետք է կնքեք։ Շատ կարևոր փոփոխություններ էլ կլինեն նաև ձեր ընտանիքում։ Միգուցե ձեր ընտանիքի անդամներից մեկը որոշի տեղափոխվել, ամուսնանալ կամ հակառակը։ Եթե ձեր ընտանիքում ամեն ինչ կայուն է, ապա կարող է եւ ոչ մի փոփոխություն չլինել։ Միայն կարող է ընտանիքով որևէ կարևոր բան որոշեք։ Միայն այն դեպքում, եթե ձեր հարաբերությունները բաժանման եզրին են, այդ ժամանակ կարող է լինել փոփոխություններ, հատկապես բաժանում։ Եթե դուք վաղուց եք պլանավորել տեղափոխվել օտարերկիր, ապա հիմա կարող եք վերջնական տեղափոխվել։ Ոմանք կարող են նաև օտարերկրում բնակարան գնել կամ ներդրումներ կատարել։ Կարող եք նաև ձեր ծնողների բնակարանի հարցերը լուծել։ 4-րդ տունը դա ավարտի տունն է, եւ դուք կարող եք որոշել, որ ես այդ տարածքում չեմ ցանկանում ապրել եւ ցանկանում եք տեղափոխվել մեկ այլ տարածք կամ հետ գնաք հայրենիք։ Կավարտվի ոմանց մոտ իրենց այդ վերանորոգման աշխատանքները նաև կամ կգնեք շինարարությունը, շինանյութերը նայեցեք եւ կպատրաստվեք վերանորոգման։ Ոմանք ընտանեկան բիզնես կսկսեն կամ կառանձնանաք եւ առանձին կսկսեք աշխատել։ Կարող եք բաժանվել ձեր ծնողներից եւ գնանք առանձին ապրելու։ Եթե երկար եք փնտրում բնակարան եւ չեք կարողանում գտնել, ապա հիմա կկարողանաք այն գտնել։ Կավարտվի նաև այդ դատական գործերը, որոնք կապված էին բնակարանի հետ կամ ծնողների հետ։ Եթե ձեր ընտանիքից որևէ մեկն ուզում է սովորել օտարերկրում, կարող է սկսեք զբաղվել այդ հարցերով կամ վճարումները կատարեք, որպեսզի տեղափոխվի եւ սովորի։ Խավարումը նաև լուսավորում է եւ հավանական է, որ ոմանք իմանան ինչ որ տեղեկություն ձեր հայրենիքի, ձեր ծնողների մասին կամ ձեր մայրիկի մասին։ Ոմանք կցանկանան ապրել միասին իրենց սիրելիների հետ։ Ոմանք կարող են սկսել ապրել ընդհանուր հանրակացարանում կամ դուրս գաք այնտեղից։ Ոմանք էլ կցանկանան ամուսնանալ, ընտանիք կազմեն կամ կունենաք սեփականության իրավունք։ Եթե մոտ 9 տարի կամ 18 տարի չունեք ձեր սեփական բնակարանը եւ սպասում եք, որպեսզի այն ձեռք բերեք, ապա հնարավոր է գնեք ձեր երազած բնակարանը կամ դուք կառուցեք։ Ոմանք էլ կստանան իրավունք օտարերկրում ապրելու, հիմնվելու եւ բնակարան ձեռք բերելու համար։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի խեցգետիններ, այս խավարումը տեղի կունենա ձեր 3-րդ տանը։ Ձեզ մոտ փոփոխությունները կարող են լինել ընկերների, նաև հարևանների հետ կապված, տեխնիկայի, տրանսպորտի հետ կապված։ Եթե դուք ընկերության մեջ ավելի շատ եք տալիս, քան ստանում, ապա եկել է ժամանակը, որպեսզի ազատվեք այդ պարտականություններից։ Եվ շատ հնարավոր է, որ այլևս չցանկանաք շփվել իրենց հետ։ Դուք հասկանաք, որ իրենք այդքան էլ լավ չէին տրամադրված ձեր հանդեպ, կամ իրենց հետ շփվելուց ձեր ինքնագնահատականը էր ընկնում,
Ինչպես նաև միգուցե կախված եք իրենց կարծիքներից եւ կհեռվանաք նման մարդկանցից միգուցե այս ընթացքը, այս խավարման միջանցքը ձեզ թույլ է տալիս, որ վերանայեք մի հատ այդ պահը։ Նույնը նաև ձեր հարևաններին է վերաբերվում։ Ոմանք կարող է սկսեն զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով։ Ոմանք էլ կարող են ժառանգություն ստանալ։ Փորձեք շատ ագրեսիվ չլինել եւ բուռն մի արձագանքեք ամեն մանր հարցերին։ Ոմանց երեխաները կսկսեն սովորել, եւ դուք այդ հարցերով կսկսեք զբաղվել։ Նաև կարող է փոխեք ձեր կապի միջոցը, նաև մեքենան։ Հնարավոր է, որ փոխեք ձեր ճանապարհը, ձեր ուղին։ Որոշ հարցեր, որոնցից դուք կախման մեջ եք եւ ձեր իհարկե վատ սովորությունները կթողնեք անցյալում։ Ոմանք էլ կհանդիպեն իրենց քույր եւ եղբորը, ում վաղուց չեք հանդիպել։ Ոմանք էլ կարող են հեռվանալ եւ չխոսել իրենց հարազատների հետ, դա կարող է շատ երկար տևել, մոտ 9 տարի կարող եք չխոսել մինիմա, դա մաքսիմում 18 տարի։ Եթե որևէ բան եք խոստացել, ապա այդ մասին ձեզ կհիշեցնեն։ Կարող եք սովորել օտար լեզուներ կամ ավարտեք ձեր ուսումը եւ ստանաք դիպլոմ, սերտիֆիկատ։ Ոմանք էլ կցանկանան իրենք դասեր տալ։ Եթե դուք ունեք փոքր բիզնես, ապա այն նույնպես փոփոխության կենթարկվի։ Նաև կարող է ոմանք փաստաթուղթ ստանան, որից հետո կարող եք ավելի շատ զարգացնել ձեր գործունեությունը։ Ոմանք կարող են փաստաթղթեր ստանալ կապված վարկի հետ, պարտքերի հետ, կապված նաև բանկի հետ։ Այն ինչ դուք կանեք, լինի դա ուսում, շրջապատի փոփոխություն, ծանոթություն, այդ ամենը նրա համար է, որպեսզի դուք ավելի շատ գումար աշխատեք, որպեսզի ունենաք ավելի շատ գումարներ։ Փաստաթղթային հարցերը ձեզ համար կլինեն առաջին տեղում եւ շատ կաշխատեք փաստաթղթերի հետ։ Կհավաքեք փաստաթղթեր եւ նաեւ կստորագրեք որևէ փաստաթղթեր։ Եվ միգուցե գնացել եք կարճ գործուղման եւ հիմա արդեն հետ կվերադառնաք տուն։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի առույցներ, այս խավարումը տեղի կունենա ձեր երկրորդ տանը, դա ֆինանսների եւ ռեսուրսների տունն է։ Մեր ռեսուրսները դա մեր ժամանակն է, գումարը, մեր էներգիան եւ մեր հոգեբանական վիճակն է։ Դրա համար հենց այդ ոլորտներում տեղի կունենա կարևոր կարմայական փոփոխություններ։ Մարտ ամսին պարզ կլինի, բավարարում է ձեզ այն գումարները, որոնք աշխատում եք, ձեր եկամուտները կամ ձեզ ավելի շատ է գումար հարկավոր, թե ոչ։ Դուք պետք է ազատվեք ցանկացած վախերից, որը կապված է գումարների հետ։ Մի վախեցեք մնալ առանց գումարների կամ եկամտի աղբյուրի։ Երբ մարդ ավելի շատ է կապված, կախված նաև լինում նյութականից, ավելի շատ է հեռվանում դրանից։ Մի վախեցեք փոխել ձեր աշխատանքը, եթե անգամ այն ձեզ դուրել չէր գալիս։ Ազատվեք այդ վախերից։ Նաև ազատվեք ֆինանսական կախվածությունից։ Ոմանց կյանքից կգնա նախկին եկամտի աղբյուրը կամ աշխատանքը, որը ձեզ եկամուտ էր բերում, կամ կարող է վերադառնալ այն եկամտի աղբյուրը, որից մի ժամանակ հեռացել եք։ Ոմանց կյանքում կարող է գնալ այն պահը, որոնց վրա շատ եք ժամանակ վատնում։ Այս ամենից կցանկանաք, այս ամիս իհարկե կցանկանաք փոխել ձեր զգեստապահարանը, ձեր մարմնի վրա որևէ փոփոխություններ կատարել, բայց հետադարձը Մերկուրին մի արեք դա։ Եվ եթե դուք միայնակ եք, ապա հավանական է, որ կգտնեք ձեր երկրորդ կեսին։ Եվ Վեներան ձեզ ցույց կտա, թե ինչի համար է ձեզ հարկավոր երկրորդ եկամտի աղբյուրը, որպեսզի ձեր մասին մտածեք, որպեսզի ավելի գեղեցկանայիք կամ զբաղվեիք ձեր առողջությամբ, որովհետև Վեներան էլ է այդտեղ, իհարկե ձկներ նշանում էր։ Ոմանց կյանք կարող է վերադառնալ նախկին սիրելին, ովքեր դատական գործընթացներ ունեն, ապա այն պետք է լուծեք, կամ եթե շատ կարևոր գնումներ ունեք կատարելու, ապա դրանք ավարտին հասցնեք։ Ներդրումներ մի կատարեք խավարման ընթացքում, դա կարող է հաջողակ չլինել։ Եղեք ինքնավստահ եւ հասկացեք, որ դուք արժանի եք լավագույնին։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի կույսեր, այս ձեր նշանումը հենց կատարվում խավարումը ձեր առաջին տանը։ Շատ կարևոր որևէ անձնական բան ձեզ համար, շատ ինչ որ մի բան է փոխվելու, կարմայական փոփոխություններ կկատարվի։ Ձեզ սպասվում է շատ կարևոր ընտրություն, եւ այն որոշումները, որոնք դուք կկայացնեք, կախված կլինի ձեր ապագայի հետ։ Մի վախեցեք հստակ որոշումներ կայացնելուց։ Մի մնացեք նույն տեղում, մի վախեցեք սխալվելուց։ Անորոշ լինելուց վատ բան չկա։ Մի վախեցեք ձեր կյանքում փոփոխություններ անելուց։
Ձեզ մոտ փոփոխություններ կլինեն եւ անձնական կյանքում, եւ աշխատանքում, եւ այլուր, որովհետեւ առաջին տունը դա բոլոր ոլորտներն են։ Մի վախեցեք ցանկացած փոփոխություններից։ Որոշ բաներ կարող են նաեւ ուշանալ, որոշ փոփոխություններ հենց դուք կանեք, իսկ եթե դուք կպնեք եւ չթողեք տիեզերքին փոփոխություններ անել ձեր կյանքում եւ թույլ չտալ այն, ինչ պետք է հեռանա ձեր կյանքից, ապա հետո դա կարող է ավելի ցավոտ լինել ձեզ համար։ Այն, ինչ ձեզ հարկավոր չէ, այն կմնա անցյալում։ Ընդունեք տիեզերքի կողմից նոր կյանքը եւ բաց թողեք ձեր վախերը։ Վախերը եւ կորցնելու եւ փոփոխության։ Ոմանք էլ կարող են իրենց արտաքին տեսքում փոփոխություններ կատարել կամ հագուստի մեջ փոփոխություններ անեք։ Այն, ինչ կհեռանա հիմա ձեր կյանքից, ապա դա ձեզ հարկավոր չէր։ Կհեռանա ձեզ հենց այն, ինչը իր դարն ապրել է։ Դա նաև կարող է լինել անձնական հարաբերությունները, կամ որևէ բան կարող է վերադառնալ, բայց իհարկե արդեն կարմայական ձևով, դա անցյալից կլինի։ Կարող են վերադառնալ նախկին ընկերները, սիրելիները, որպեսզի ինչ-որ հին իրավիճակներ շարունակեք, կամ վերադարձից հետո ձեզ կթողնեն եւ կգնան հավիտյան։ Դե համար այստեղ պետք է հասկանաք ում հետ ընդունեք, ում ոչ։ Դա մտածեք, որտեղ հետադարձել մեր կույնել հետադարձ է եւ պետք չէ անմիջապես որոշումներ կայացնել ինչ-որ մեկին ընդունել ձեր կյանք։ Կփոխվի նաեւ ձեր իմիջը, ձեր կարգավիճակը, ձեր տեսքը եւ այդ ձեր արտաքին փոփոխություններն անմիջապես կազդեն ձեր մասնագիտական գործունեության վրա կամ նաև աշխատանքի վրա, կամ կապված կլինի նաև ձեր առողջության հետ։ Ոմանք կարող են պլաստիկ վիրահատություններ անել, կամ կսկսեք վերականգնել ձեր ուժը, կզբաղվեք ձեր երիտասարդացմամբ, ավելի շատ ուժ կունենաք, որպեսզի աշխատեք, զբաղվեք ձեր գործունեությամբ, կամ կսկսեք առողջ ապրելակերպ վարել, որն էլ ձեզ հավելյալ էներգիա կտա, որպեսզի ավելի լավ աշխատեք։ Եթե նաև փոխեք ձեր արտաքինը, դա ձեզ ավելի շատ վստահություն կտա։ Խավարումը ձեր նշանում, ձեր արտաքին տանը, ձեր առաջին տանը, ձեր արտաքինի, ձեր տեսքի տանը, դա ձեզ համար շատ կարևոր եւ կարմայական փոփոխություն է բոլոր ոլորտներում, եւ դա կարող է ազդել կյանքի ցանկացած ոլորտին։ Եվ ինչ որ մի բան պետք է ձեզ համար ամենայն դեպս པարզ դառնա եւ ինչ որ մի բան գնա ձեր կյանքից, թողեք թող գնա։ Հաստատ ավելի լավն է գալու դրա փոխարեն։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի կշարքներ, այս խավարումը տեղի կունենա ձեր 12-րդ տանը, դա ավարտի, գաղտնիքի, արտագաղթի, հեռավոր երկրների տունն է։ Եթե ձեր կյանքում գաղտնի հարաբերություններ կան, որը դուք թաքցնում եք, ապա կամ դուք կբացահայտեք այն, կամ կարող եք հեռանալ այդ մարդուց եւ վերջ տաք այդ հարաբերություններին։ Գուցե ուղղակի բացահայտվի դա։ Եթե ձեր աշխատանքը կապված էր որոշ պարտականությունների հիման վրա, կամ ձեզ ժամանակավոր էին ընդունել աշխատանքի, ապա կարող է ավարտվել այդ աշխատանքը եւ դուք կազատվեք որոշ պարտավորվածություններից։ Նաեւ եթե դուք պատվերով եք աշխատում, ապա դա էլ կարող եք ավարտել։ Ոմանք կարող է սկսեն կարդալ, գիտելիքներ ձեռք բերել։ Նաեւ կարող է հետաքրքրել ձեզ ձեր կյանքը, ձեր առաքելությունը։ Եվ ովքեր ցանկանում էին տեղափոխվել մեկ այլ երկիր, ապա կմոռանաք անցյալ կյանքը եւ կապրեք այդ նոր երկրում նոր կյանքով։ Եթե անգամ չեք էլ ուզում տեղափոխվել, մեկ եք, սկսեք նոր կյանք, կփակեք անցյալի էջը եւ կապրեք նորովի։ Շատ էներգիա կունենաք, ավելի շատ կաշխատեք, ավելի քրտնաջան։ Հավանական է նաեւ, որ ձեր ծնողներից որևէ մեկը արտագաղթի։ Կարող է նաև սկսեք խնամել որևէ մեկին, կամ ծնողներից որևէ մեկին տանեք բժշկական զննման։ Ոմանք կարող են վաճառել իրենց բնակարանը, որպեսզի գնա կոտար երկիր։ Նաև կարող եք կամ գնալ ձեր ծնողների հետ ապրելու, կամ առանձնանալ ձեր ծնողներից։ Կարող եք որևէ գաղտնիք իմանալ, կապված ձեր հարազատների հետ, կարող է տոհմի գաղտնիք կբացահայտվի։ Ոմանք էլ կիմանան, որ հղի են, կամ ձեր հարազատն է հղի, կամ երեխա ունեցել ինչ որ մեկը եւ միգուցե թաքուն օտար երկրում։ Դրականորեն դա կարող է լինել, որ որևէ իրեր կգտնեք կամ ինչ որ բաներ կանեք շատ թաքուն։ Դեռևս ոչ ոքին չեք ասի։ Իսկ մյուս կողմից դա կարող է լինել տանջանք, կորուստ, եթե իհարկե կարմական իրավիճակը կլինի բացասական տեսանկյունից։
Դե դա արդեն կախված է ձեր անձնական քարտեզից եւ միացումներից, թե ինչ միացումներ կան։ Ամեն մարդ գիտի, թե նա ինչպես է ապրել։ Դա է հենց կարմայի վերադարձը, պատասխանը։ Կցանկանաք միայնակ մնալ, մարդկանցից կտրվել։ Եթե դուք սովորում եք, ուրեմն կմեկուսանաք, որպեսզի սովորեք։ Հատկապես եթե դա կապված է բժշկության, գաղտնի գիտության եւ հոգեբանության հետ։ Ոմանց մոտ կարող է սկսվել կամ արկա է եւ արդեն եւ կավարտվի որևէ դատական գործընթաց, կապված իհարկե անշարժ գույքի հետ։ Այդ ամենը, ինչը ես ասացի, դա կարող է ձեզ ոգեշնչեն ձեր երեխաները, որպեսզի իրենց համար անեք, օրինակ բնակարանը վաճառեք կամ տեղափոխվեք մեկ այլ երկիր, այդպես կամ կիսեք տունը։ Ոմանք կարող է թաքուն սիրային հարաբերություններ սկսեն, կամ ձեր հոբին դարձնեք ձեզ համար բիզնես, բայց էլի թաքուն կպահեք։ Լավ ժամանակ է, որպեսզի ազատվեք վատ սովորություններից, եթե դրանք առկա են։ Կցանկանաք ազատվել ամեն հնությունից, մաքրեք ձեր մարմինը եւ հոգեբանական տրավմաները նույնպես։ Ոմանք կցանկանան թողնել աշխատանքը եւ տեղափոխվեն մեկ այլ երկիր, մեկ այլ տեղ։ Ոմանք էլ կգնան հանգստանալու կամ արձակուրդ։ Շնորհակալ եղեք ձեր ապրած կյանքի համար։ Թողեք անցյալը եւ ապրեք նոր կյանքով։ Եվ ուղղեք ձեր անցյալի սխալները, ներեք եւ ձեզ եւ դիմացինին իր սխալների համար եւ մի բերեք այս կյանք։ Ավարտեք այդ ամենը։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի կարիճներ, այս խավարումը տեղի կունենա ձեր 11-րդ տանը, ովքեր որևէ արդյունքներին էին սպասում, ապա դուք այն կստանաք։ Դուք նաև կստանաք ձեր ընտանիքի և ձեր շրջապատի մեծերի աջակցությունը։ Ձեր աշխատավայրում գոհ կլինեն ձեզանից, որոշ դատական գործեր կարող են ավարտվել։ Այնպիսի պահեր կգան ձեր կյանքը, որոնց չեք էլ սպասում։ Կստանաք այն, ինչին երկար եք սպասել և ինչին արժանի եք։ Հարկավոր չէ փորձեք լինել լավագույնը մարդկանց միջև, այլ պարզապես եղեք դուք ձեզանով։ Արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս, գնացեք ձեր երազանքների ետևից և մի փորձեք անել այնպես, ինչպես հարմարավետ է ուրիշներին։ Գտեք ձեր նպատակը և գնացեք դեպի դա։ Ձեր շրջապատում կարող են երեխաներ ծնվել։ Ոմանք կմտածեն աշխատել այդ կոլեկտիվում, թե հեռանալ, կամ կմտածեք, թե ինչ դեր եմ ես խաղում այդ կոլեկտիվում։ Ոմանք կարող են սկսել գումար աշխատել ինտերնետի միջոցով կամ ծրագրավորմամբ և համակարգչի հետ կապված ցանկացած աշխատանքով։ Կարող է գաղտնիք բացահայտվել ձեր ընկերների հետ կապված։ Ովքեր ցանկանում են երրորդ անգամ ամուսնանալ, ապա հնարավոր է այդ թեմայում որևէ հարց պարզ դառնալ։ Ոմանք կարող են սկսել իրենց ծնողների հետ աշխատել, օրինակ սոցցանցերով, կամ որևէ խմբում և ներկայացնեք ձեր ապրանքները։ Ոմանք էլ կծանոթացնեն իրենց ընկերներին ծնողների հետ։ Ձեր ընկերը կամ ընկերուհին կարող են տեղափոխվել մեկ այլ տեղ։ Ձեր օֆիսը կարող է տեղափոխվել մեկ այլ վայր կամ խանութը, որտեղ դուք եք աշխատում։ Ոմանք կարող են նոր առաջադրանք ստանան, կապված հասարակության հետ։ Ձեր ընկերներից մեկը կարող է տեղափոխվել ժամանակավոր և ապրել ձեր հետ, ձեր տանը կամ դուք կարող եք տեղափոխվել իրենց տուն և ապրել որոշ ժամանակ։ Կամ կարող է օգնեք որևէ մեկին և բերեք ձեր տուն որոշ ժամանակ մնալու համար։ Ոմանց կարող է անհանգստացնել քաղաքական հարցերը, հայրենիքի հետ կապված հարցերը նույնպես։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի աղեղնավորներ, այս խավարումը տեղի կունենա ձեր 10-րդ տանը։ Դա կապված է պետական հիմնարկությունների, օրենքի ներկայացուցիչների, աշխատանքի, տնօրենի, ձեր աշխատավայրի, ձեր նպատակների, կառուցման, արդյունքների և կարգավիճակի հետ։ Եվ հենց այս ոլորտներում կլինեն պարզություններ, ավարտ, փոփոխություններ։ Դուք կարող եք ստանալ այնպիսի փաստաթուղթ, որը կարող է մատնանշել ձեր կարգավիճակը։ Փորձեք ներել ձեր հայրիկին կամ տոհմի մեծերին։ Եթե ձեր աշխատավայրում ձեր տնօրենը խիստ է կամ ձեր հայրն է խիստ, ապա չպետք է իրենց կողմից արված յուրաքանչյուր բառին սուր արձագանքեք։ Լուսնային խավարումը ձեր աշխատանքում կլինի փորձարկման ժամանակը։ Սա ցույց կտա, թե որքան գիտելիք ունեք։ Որոշ հարցեր կարող են նաև ուշանալ այս ընթացքում, քանի որ նաև Մերկուրին է հետադարձ։ Բայց մի հուսահատվեք, քանի որ լինում են պահեր, երբ մեր պլանով չի ընթանում այն ամենը, ինչ ցանկանում էինք։
Դուք պետք է հասկանաք, որ այն նպատակները, որին ուզում եք հասնել, դա հենց ձեզ է հարկավոր, այլ ոչ թե, որ դրանք պարզապես ցուցադրեք մարդկանց։ Դուք այս ընթացքում կստանաք այն, ինչին արժանի եք։ Ոմանք կարող է հեղինակություն ձեռք բերեն, ձեզ կսկսեն շատ հարգել։ Ոմանք էլ կարող են մեծ գնումներ կատարել, սեփական տուն կամ մեքենա։ Ձեր ընտանիքում կարող է որևէ շատ կարևոր իրադարձություններ լինել, կամ դուք կամուսնաք, կամ ձեր ընտանիքից որևէ մեկը, կամ մեկ այլ իրադարձություն։ Կարող եք ձևակերպել որևէ փաստաթուղթ կապված գործընկերության հետ, նաև նման փաստաթուղթ ձեր սիրելիների հետ, օրինակ ամուսնական պայմանագիր։ Եթե խնդիրներ կառաջանան մեկ այլ մարդկանց հետ, հնարավոր է այդ հարցը տանեք դատական դաշտ եւ այնտեղ լուծեք ձեր հարցերը։ Դա այս պահի խնդիրը չէ, դա շատ վաղուց է եղել եւ այդ գործը կարող եք լուծել միայն դատական կարգով։ Միգուցե ավարտվի որևէ դատական գործընթաց, որը տևում էր բավականին երկար ժամանակ եւ չէր ավարտվում։ Եթե գործնական կամ սիրային հարաբերությունները ոչ միտեղ չէին տանում, անիմաստ էր ամեն ինչ, այդ հարցում վերջնական որոշում կկայացնեք։ Եթե ցանկանում եք վերանորոգում անել, ապա վերջնական կորոշեք, որ այո, մենք որոշել ենք անել վերանորոգում եւ կպատրաստվեք դրան։ Ոմանք կգրանցեն իրենց անշարժ գույքը կամ ավելացված հատվածը։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի այցեղջյուրներ, այս խավարումը տեղի կունենա ձեր 9-րդ տանը, դա օտարերկրների, հեղինակության, ուսման, դատական գործերի եւ գովազդների հետ է կապված եւ այս ոլորտներում կլինեն փոփոխություններ կամ ավարտ։ Այս խավարումը ձեզ կտա տեղափոխություն։ Դուք կսկսեք հմտություններ եւ գիտելիքներ ավելացնել ձեր ներուժին եւ շատ հավանական է, որ սկսեք հաճախել որևէ դասընթացների։ Ոմանք կարող են վիզա ստանալ, որպեսզի կարողանաք ճամփորդել։ Ոմանք էլ այնպիսի փաստաթուղթ, որը ձեզ թույլ կտա սովորել մեկ այլ երկրում։ Տարեց մարդիկ կարող է թորնիկներ ունենան։ Եվ իհարկե ձեր երեխաների մոտ կարող են որոշ կարևոր փոփոխություններ լինել։ Եթե դուք դատական գործընթացներ ունեք, ապա այս ընթացքում նա կավարտվի։ Ոմանց մոտ կարող է դժվարություններին առաջացել աշխատավայրում, բայց դուք հեշտությամբ դուրս կգաք այդ իրավիճակից։ Դուք կարող եք մեկ այլ տեսանկյունից նայել ձեր կյանքի դերն ու տեղը այս կյանքում։ Ովքեր սովորում էին, ապա կարող է ավարտվել ձեր ուսումը, կստանաք դիպլոմ։ Կարող եք ժառանգության հետ կապված հարցեր ունենալ դատական գործընթացներ, որոնք կավարտվեն։ Ոմանք կարող են որոշել մեծացնել իրենց բնակ տարածքը կամ տեղափոխվել մեկ այլ ավելի մեծ տարածք։ Դա կարող է կապված լինել նոր երեխայի ծննդաբերության կամ ընտանիքում որևէ մեկի ամուսնության հետ։ Ոմանք կարող են երկրորդ անգամ ամուսնանալ։ Ձեր հեղինակությունը կփոխվի։ Հնարավոր է, որ ամուսնանում եք հարգարժան որևէ մեկի հետ եւ ձեր դիրքը փոխվում է։ Ոմանք իրենց ծնողներին, ընտանիքին կտեղափոխեն մեկ այլ երկիր, կամ ձեր ծնողներին կարող եք տանել թանկարժեք որևէ վայրեր, կամ վիզա տաք, որպեսզի գան եւ հանգստանան օտար երկրում։ Ոմանց հարկավոր կլինի բժշկական խորհրդատվություն, կամ պետք է սկսեք բուժվել, կամ ծնողներին եք տանում օտար երկիր բուժման նպատակով։ Կամ ձեր աշխատանքի հետ կապված ձեր առաջխաղացում է հարկավոր եւ դրա համար կարող եք տեղափոխվել օտար երկիր կամ մեկ այլ քաղաք։ Ոմանք էլ կսկսեն ավելացնել իրենց աշխատանքային հմտությունները, կայցելեք սեմինարների, կուրսերի, կարող են նաեւ ավարտվել դատական գործընթացները։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի ջրհոսներ, այս խավարումը տեղի կունենա ձեր 8-րդ տանը, դա տրանսֆորմացիայի խորքային փոփոխության տունն է։ Դրանք կարմայական փոփոխություններ են, որոնք ճակատագրով են ձեզ տրվելու։ Դուք վերջապես կհասկանաք, թե ինչպես փոխել կամ ավարտել ձեր դժվար իրավիճակը կամ ֆինանսական հարցերը, կամ ինչպես վերջապես ազատվել պարտքերից, կամ դուք միշտ տալիս եք գումար ու էլի պարտքով եք տալիս, այդ հարցերին վերջնական լուծումներ կփնտրեք եւ կավարտեք։ Դուք պետք է ազատվեք որոշ ֆինանսական կախվածություններից։ Դուք կարող եք կրկին ցանկանաք վերցնել վարկեր եւ կրկին կախվածության տակ լինել։ Փորձեք ազատվել այդ մտքերից։ Փորձեք ձեր գործընկերների հետ կոնֆլիկտների մեջ չընկնել, քանի որ կկորցնեք ձեր հեղինակությունը։ Կարող է ստրես առաջանալ։ Ուշադիր եղեք ձեր առողջությանը։ Լուծեք բոլոր ֆինանսական հարցերը, հարկերի, վարկերի հետ կապված։ Որոշեք այն ֆինանսական հարցերը, որոնք կապված են ընդհանուր բյուջեի հետ եւ գործընկերոջ եւ զուգընկերոջ հետ։
Կարող եք սկսել նոր ուսումնական շրջան, հաճախել որևէ կուրսերի։ Եթե հարցեր ունեիք կապված ժառանգության հետ, ապա այն վերջնական կավարտվի։ Նաև կարող է փոխվել ձեր կնոջ կամ ամուսնու ֆինանսական եկամուտները։ Եթե ելույթ եք ունենում, պետք է ունենաք, ապա այն լավ կանցնի։ Ձեր խոսքն ավելի հստակ կլինի, ավելի հեշտ կշփվեք մարդկանց հետ։ Եթե ինտերնետով եք աշխատում կամ որևէ հետազոտական աշխատանք եք կատարում, ապա ձեզ մեծ եկամուտներ են սպասվում։ Ազատվեք այն ամենից, ինչ ավելորդ է ձեր կյանքում, նաև նյութական կախվածությունից։ Այս խավարման ժամանակ այնպիսի իրադարձություններ կլինեն, որ այսպես թե այնպես ստիպված կլինեք առնչվել ֆինանսների հետ։ Եթե դուք ունեք վարկեր, պարտքեր, հիպոթեք, ապա մարտ ամսին շատերը կարող են փակել և ավարտել այդ պարտքերը։ Դուք կորոշեք կախվածության մեջ չգտնվել ուրիշների գումարներից, կամ եթե ինչ-որ մեկն էր կախված ձեր ֆինանսներից, ապա դուք կարող եք դրանցից ազատվել։ Նաև հրաժարվել, օրինակ իրենց գումար տալ։ Այս խավարումը կարող է ձեզ բերել շատ ու մեծ հսկայական գումարներ։ Նաև կարող եք շատ կարևոր գնումներ կատարել, նաև ներդրումներ։ Ոմանց համար այս խավարումը կփակի ձեր ֆինանսական պարտավորությունները կամ կկարողանաք վերցնել վարկ, բայց դա լավ կլինի, որ չանեք։ Գուցե շատ երկար տարիներ փակեք։ Իսկ եթե դուք ունեք սեփական բիզնես, եթե դուք բավականին հաջողակ եք, կանգնած եք ֆինանսապես ամուր ձեր ոտքի վրա, ապա դուք կարող եք ստանալ շատ մեծ գումարներ և ցանկություն կունենաք ներդրումներ կատարել։ Դուք վերջապես կկարողանաք վճարել ձեր կարմարական պարտքերը և ձեզ ազատ կզգաք։ Եվ դուք կստանաք մեծ գումարներ որպես կարմայական հատուցում նրա համար, որ դուք օգնել եք մարդկանց։ Ոմանք կարող են ժառանգություն ստանալ մեծ գումարներ կամ նաև բնակարան, որը թանկ կարժենա։ Կարող եք փոխել ձեր մոտեցումը բիզնես նախագծերի հետ կապված, այն մարդկանց հանդեպ, ում հետ աշխատում եք և ֆինանսական կապվածություն կա։ Ոմանք կարող է սկսեն որևէ մեկի հետ հանդիպել, կսկսվի սիրային պատմություն, կամ կցանկանաք հեռանալ, քանի որ այն ասես ձեզ ոչինչ չի տալիս։ Ձեր հարաբերությունները ձեր հասուն երեխաների հետ ևս կարող է փոխվել, կամ ձեր ծնողների հետ։ Կարող է ձեր ծնողները գան ձեր մոտ ապրելու, կամ դուք կգնաք իրենց մոտ ապրելու, կամ ձեր ծնողների հետ կտեղափոխվեք մեկ այլ երկիր։ Ովքեր ցանկանում էին ստեղծել իրենց բիզնեսը, սկսել իրենց գործը, ապա կարող եք վերջնական սկսել, կամ վերջնական որոշում կկայացնեք, որ ուզում եք սկսել ձեր սեփական գործունեությունը։ Եթե դուք գտնվում եք սիրային եռանկյունում, ապա այդ իրավիճակը ևս կփոխվի։ Ոմանց կհետաքրքրի մոգությունը, էզոտերիկան, գաղտնի գիտությունը։ Իսկ ովքեր ցանկանում էին սովորել տարո, մոգություն կամ էզոտերիկա, ապա կարող եք սկսել այս խավարումից հետո։ Եվ դա կարող է ձեզ հետագայում գումար բերել, չնայած էզոտերիկան ավելի շատ մարդկանց օգնելու համար է, քան գումար վաստակելու։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի ձկներ, այս խավարումը տեղի կունենա ձեր 7-րդ տանը, ձեր հարաբերությունների տանը։ Ձեր փոփոխությունները կապված են ձեր զուգընկերոջ և սիրային հարաբերությունների հետ, նաև գործընկերոջ հետ։ Ձեր ընկերոջ, գործընկերոջ հետ հարաբերություններում փոփոխությունները ևս կլինեն։ Որոշ մարդիկ կարող են բախվել ֆինանսական խնդիրների հետ, ավելի ուշադիր և մտածված կատարեք ձեր բոլոր ծախսերը և հապճեպ որոշումներ մի կայացրեք կապված ֆինանսների հետ։ Նաև կարող է փոխվել ձեր պայմանավորվածությունները այն մարդկանց հետ, ում հետ աշխատում եք։ Դուք պետք է ազատվեք ձեր կախվածությունից, կապված հարաբերությունների հետ, այն էլ ոչ պիտանի։ Նաև ազատվեք ուրիշի կարծիքներից, ուրիշի մտքերից։ Ազատվեք ձեր զուգընկերոջ ֆինանսական կախվածությունից, եղեք ինքնուրույն։ Ովքեր դատական գործեր ունեն, դրանք կարող են ավարտվել, նաև ձեր օգտին։ Ոմանք կարող են ամուսնանալ, կամ հարաբերությունները արդեն անցնեն մեկ այլ փուլ։ Ոմանք կարող են գործարքներ կնքել, կամ ավարտվի որևէ պայմանագիր։ Այսքանը ձեզ համար։ Այսքանը սիրելիներս, թող այս խավարումը բերի միայն լավագույն փոփոխությունները ձեր կյանքում։